Խնդրեմ։ Անհաշտության դուք կարծում եք, որ Եվրոպան չի Նիկոլը հակաշողոքել, թե գիտի պարզապես պետք է աչքերը փակել, չլսել, չծխնել։ Գիտեք, մի մասը ես վստահ եմ չգիտի, չի խորացել։ Մի մասը գիտի, բայց իրեն դնում է այն հայտնի կենթանու կարգավիճակում, ես էշի հետ չէ, ես կապիկի հետ եմ, որ փակում աչքեր, ակնարկները եւ բերանը։ Եվ այդ մարդիկ իրենց պետք է կոմֆորտ զոնայից հանեն։ Եթե չգիտեն, թող իմանան, եթե գիտեն, բայց իրենց թվում է կարող են այդ արևելյան օրացույցի այդ կենթանակերպի պահվածքով դրսևորել իրենց, կներեք դա այդպես չէ։ Հայ ժողովուրդը հյուրընկալ ժողովուրդը, ես ասացի ձեզ, որ սա շատ կարևոր քաղաքական միջոցառում է ինքնին, իրան բերել է նախընտրական этаպում ակնհայտ եվրոպական էլիտաների կողմից նախընտրական միջամտություն է Հայաստանի ընտրական process-ների մեջ, այդ միջամտությունը պետք է թարս ֆրցնել։ Հնարավոր չի, չէ՞, մեկը գա մեր տուն, բոլորիս տուն դուռը բացի, նստի հաց ուտի խմի, գնա նա չհարցնի ոնց եք։ Եկեք տանք այդ ոնց եք, էլի կերեք, խմեք, գառնի, գեղարդ, սուջուխ, եսին, կոնյակ, կարկանդակ, ինչ ուզում եք, կուկուռուզ, կերեք միասին, ինչպես։ Բայց մի հատ մենք պետք է ասենք մենք ոնց ենք։ Եվ հայ ժողովուրդը ամսի 4-ին եւ 5-ին այս հնարավորությունը ունի եվրոպացիներին ասելու welcome, մենք էլ ասենց ենք։ Լավ չենք իրականում, նաև ձեր պատճառով լավ չենք, որովհետև եթե չլինի արտաքին քաղաքական աջակցություն, այդ թվում եվրոպական այսօրվա կառավարիչների կողմից Նիկոլ Փաշինյանի դիրքերը ել ավելի թուլացած կլինեին, այսպես ասենք, հա։ Այսինքն ով գիտի, բայց իրեն չիմացողի տեղ է դրել, պետք է աչքերը բացել կոմֆորտ զոնայից դուրս գալու համար, ով չգիտի, թող իմանա։ Ամենայն դեպս ձեզ ասեմ, որ մինչ այս իրականացված արդեն 4 տարի այս փաստորեն այս համայնքի հավաքները կան, ոչ որևէ երկրում ընդդիմությանը չի հաջողվել, իսկ տարբեր երկրներում տարբեր խնդիրներ կան։ Օրինակ Ալբանիայում ա եղել նման հավաք, Ալբանիայում ժողովրդավարության հետ կապված նույնպես շատ մեծ խնդիրներ կան, Մոլդովայում ա եղել եւ այլն։ Որևէ երկրի ընդդիմությանը չի հաջողվել այս միջոցառումները փորձը այս միջոցառումները իշխանություններին ծառայեցնելու կասեցնել։ Եկեք դա անենք, էլի։ Եկեք դա անենք։ Ու խնդիրը այն չի, որ Վանդերլեյենը իր մեքենայից պետք է Աշոտյանին տեսնի այս պլակատը։ Խնդիրը այն է, որ եվրոպական, քաղաքական, տեղեկատվական, ինֆորմացիոն շրջանակները պետք է նաև այս տեսակ լրահոս տան այդ օրերին։ Խնդիրը այն է, եթե ուզում ենք շատ ավելի բաց, որ մեր սփյուռքահայ հայրենակիցները իրենց երկրներում, որ այն հայրենակիցները, որոնք կիսում են երկրի հայ ժողովրդի ապագայի հետ կապված այս մտահոգությունները, տեղում նաև բարձրաձայնեն այս հարցերի մասին։ Այսինքն սա ցանցային ապակենտրոն պայքարի խնդիր է, այո, ընդդիմությունը քաղաքական ուժերը ունեն իրենց անելիքները, եւ նորից կրկնեմ, մենք որևէ բան չենք պարտադրում, բնականաբար, որևէ մեկի վրա մունակ գալու ցանկություն չունենք, ոչ էլ այդ նպատակով ենք այս առաջարկը արել, բայց առաջինը մենք ենք այդ առաջարկությունն արել դեռևս շաբաթներ շարունակ եւ Սերժ Սարգսյանը համագումարին դրա մասին խոսել է, թող մարդը իր ակցիաները անի, այսպես հա, այնց շատ ուղիղ ասեմ, բացարձակ կարիք չկա, որ բոլորը միտեղ հավաքվեն, թող բոլորը անեն իրենց ակցիաները, ավելին ասեմ, ես հանդիպել եմ արդեն նաև Արցախահայության տարբեր խմբերի հետ, որոնք նույնպես ուզում են այս առիթները օգտագործել։ Պես եկեք անենք ապակենտրոն դժգոհության, բողոքի եւ ճշմարտության ակցիաներ։ Սա է մեր ուղերձի նպատակը։ Մենք որպես օրինակ ասում ենք, մենք անելու ենք։ Կուզեք անենք միասին, շատ լավ։ Կուզեք անել առանձին, շատ լավ, բայց եկեք անենք։ Սա է մեր ցանկությունը։ Խնդրեմ։
Ես արդեն ասացի, որ այո, հիմնական բոլոր ընդդիմադիր դերակատարներին կամ արդեն հանդիպել ենք, քննարկել ենք, կամ այս 1-2 օրվա հարցը հանդիպելու ենք եւ քննարկենք։ Ասացի նաեւ, որ որևէ պարտադրանք մեր առաջարկի մեջ չկա եւ չէր կարող լինել, կա մտահոգություն եւ արժեհամակարգ, որը առնվազն քաղաքական քարոզչական խոսույթի մակարդակով բոլորը կիսում են։ Ես արդեն ունեմ համաձայնություններ այլ քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ, որ իրանք անպայման իրենց նախաձեռնություններով այդ օրերին ակցիաներ կանեն, դա արդեն շատ լավ ռեզուլտատ է։ Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի թիմին, ապա ես երկու բաղադրիչ եմ այդ թիմում միշտ տեսել, քարոզչական եւ քաղաքական։ Քարոզչական բաղադրիչը գիտեք, հա տեսել եք, ֆիքսել եք, միշտ չէ, որ առնվազն adekvat է եւ մարդկային եւ բարոյական եւ քաղաքական իրականությանը, քաղաքական թիմից նման խնդիրներ չեմ տեսել եւ հուսով եմ չեմ տեսնի։ Դրանք երկու տարբեր գործողություններ են։ Ես ֆիքսել եմ նաեւ Իշխան Սաղաթելյանի հանրային առաջարկը անել միասնական ընդդիմադիր հավաք։ Հիմա, այսպես ասած, մոդիֆիկացնեմ, թույլ տամ ինձ առաջարկ անել այդ առաջարկության հետ կապված։ Օրինակ, կարելի է, եթե նման նախաձեռնություն խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը, հա, հիմնական ընդդիմադիր նախընտրական ուժերը ուզում են անել, ապա կներեք մայիսի 4-ից ավելի լավ օր դժվար է մտածել։ Այսինքն հենց գագաթաժողովին զուգահեռ միասնական ընդդիմադիր հանրահավաքը շատ բնական ու տրամաբանական կլինի, այսինքն ես Իշխան Սաղաթելյանի առաջարկությունը շարունակեմ հենց այս թեմայի համատեքստում, որ կարելի է հենց ամսի 4-ին էլ անել, եթե ընդդիմադիր հիմնական ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, այդպիսի որոշում կկայացնեն։ Դա մենք չենք կարող իրենց առաջարկել, որտեղ իրենք են նախընտրական արշավի մեջ այդ իմաստով, եթե իրենք նման որոշում կկայացնեն բոլորով միասին, բնական է հանրապետականը իր արժեքներին եւ խոստումներին համաձայն կլինի այնտեղ, որտեղ իր կարիքը կլինի։ Իսկ ինչ վերաբերում է այդ քարոզչական ու քաղաքական թիմերին, Հայլեկ ջան, ես տեսնում եմ քաղաքական թիմը որակյալ քաղաքական կոնտենտ է տալիս։ Քարոզչական թիմը քաղաքական կոնտենտ չի տալիս։ Օրինակը կենցաղային բերեմ եւ այս թեման փակենք, հա։ Երբ որ նույն արտադրամասում եւ դառը շոկոլադ են արտադրում եւ գոմաղբ, ես չգիտեմ, ես չեմ կարող հասկանամ, չի կարելի նույն արտադրամասում արտադրել բելգիական թանկ շոկոլադ եւ գոմաղբ միաժամանակ։ Դա չի հասկացվում։ Ես հուսով եմ, որ իրենք մեր հետ կապված մոտեցումները մեր շատ ինչ են ուզում իրարից, հա։ Մենք իրանցից ոչ մի բան, իրանք մեզանից չգիտեմ ինչ են ուզում։ Չէ, մենք իրանցից երկու բան ենք ուզում։ Առաջինը, որ դադարեն թիրախավորել հանրապետականին Սերժ Սարգսյանին, ինձ եւ իմ ընկերներին, հակառակ դեպքում ստանալու են պատասխաններ, եւ երկրորդը մենք ուզում ենք, որ իրանք անցնեն խորհրդարան։ Մենք այս երկու բանն ենք ուզում իրենցից։ Եվ որ ասում եմ իրենցից դժվարանում եմ տարանջատել նորից կրկնեմ քաղաքական եւ քարոզչական թիմերը, որովհետեւ առաջինի հետ կապված մենք հանրային դաշտում խնդիրներ չենք տեսնում, ընկերներ ունենք այնտեղ, հուսով եմ վերաբերմունքը չի վերանայվել, եթե ես չեմ վերանայել, այսքանից հետո մի խոսքով հետ հետո։ Եվ երկրորդի հետ կապված մեծագույն խնդիրներ ենք տեսնում, մեծագույն։ Ով է համանիշը եւ ինչ է թեմատիկային օրենայից դուք կարծում եք որ օրինակ քաղաքական թիմը քարոզչական թիմից կամ քարոզչական թիմը քաղաքական թիմից ակտիվ է գործում։ Ես չեմ ուզում մտնել այլ քաղաքական ճամբարի անատոմիայի եւ ֆիզիոլոգիայի մանրամասների մեջ, քաղաքական անատոմիայի եւ քաղաքական ֆիզիոլոգիայի։ Ասացի այն, ինչ որ տեսնում եմ, զգում եմ եւ գիտեմ, եւ նորից կրկնեմ, մենք իրենցից երկու բան ենք ուզում։ Առաջինը որ յան տան մեզանից, երկրորդը որ անցնեն պարլամենտ, կոպիտ ասած լավ լինեն եւ հեռու լինեն։ Այս երկու բանն ենք ուզում։